2025 մարզական ասպարեզում ձեռքբերումների տարի է եղել Շիրակի մարզի համար։ Մրցաշրջան 2025-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնական առաջնություններում շիրակցի մարզիկները շուրջ 500 մեդալ են վաստակել՝ 166 ոսկի, 146 արծաթ, 183 բրոնզ։ Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում համաշխարհային ունիվերսիադայում Բալկանյան խաղերում նվաճած մեդալների թիվը 102-ն են եղել, դրանցից 55 ոսկի, 20 արծաթ, 27 բրոնզ։ 2025 թվականին Շիրակի մարզում գործել է 1 մարզական քոլեջ, 28 մարզադպրոց, մարզական հասարակական կազմակերպությունների 2 մասնաճյուղ, 1 ֆուտբոլի ակադեմիա, համայնքային կենտրոնների 3 մարզական բաժանում եւ Արևելյան մարզասրտի տարատեսակ խմբեր։ Բոլոր խմբերում հաշվառված են եղել ընդհանուր հաշվով 7500 պարապողներ եւ նրանցից մարզական գործընթաց են կազմակերպել 490 մարզիչ մարզավարներ։ Մարզական տարվա ամփոփման առիթով Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ընդունելություն էր կազմակերպել 2025 թվականի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաեւ համաշխարհային ունիվերսիադայի հաղթող եւ մրցանակակիր մարզիկների, նրանց անձնական մարզիչների եւ սպորտի ոլորտի պատասխանատուների համար։ Շատ դեպքերում մեր մարզիկների հաջողությունների հետևում կան մարդիկ, որոնք դպրոցի տնօրեններ, համայնքի աշխատակիցներ, ամենակարևորելիքս է մեր վետերաններ, որոնք ինչ-որ մեծ տեսակում ստվերում կմնան ու որոշեցինք, որ մենք մեր հարգանքը բոլորի հանդեպ է ու մենք բոլորին ենք երախտապարտ այս Շիրակի մարզի երկար ժամանակ սպորտային համբավը ունենալու համար։ Դավիթ Արուշանյանն ընդգծեց, որ հենց այս նվաճումներով է, որ Գյումրին լիարժեքորեն արժանանում է մարզական մայրաքաղաք կոչմանը։ Դուք եք այն Հայաստանի Հանրապետությունը անկախ ինքնիշխան սպորտային երկիր դարձնողը, դուք եք Շիրակի մարզը սպորտի մայրաքաղաք դարձնողը։ Միաժամանակ մարզպետը կարևորեց նաև առկա խնդիրների բարձրաձայնումը, նշելով, որ թեև հաղթանակների թիվը տարեց տարի աճում է, մարզում դեռևս կան դահլիճային եւ մարզական ենթակառուցվածքների սահմանափակ հնարավորություններ, որոնք պահանջում են համակարգային լուծումներ։ Չեմպիոններ ունենք, Արտուր Ալեքսանյան ունենք, Պաշկով ունենք ու անունները սաղի հերթով չտան, որոնք եվրոպական ու այդ դահլիճները չեն պարաբել են տեղեր, որտեղ երևի թե վաղուց պետք է ինքը փակ եղներ ու տեղ երեխեք չպարաբերեն։ Սպորտը թեև պահանջում է լիակատար նվիրում եւ երբեմն թվում է էգոիստ ոլորտ է, սակայն այն նաեւ միավորում է, ձևավորում արժեքներ ու անգամ ընտանիքներ։ Դրա վառ օրինակն են հրաձիկներ Լիլիթն ու Գոռը, որոնց հաջողություններն ու անձնական կյանքում ձևավորված միությունը եւս արժանացել են մարզպետի շնորհավորանքին։ Ուրախ եմ, որ մենք այս կազմով առետունին շնորհավորելու ու ցանկանալու ցեզի թե ընտանեկան հաջողություններ, թե ընտանեկան երջանկություն, թե սպորտային հաջողություն։ Մենք մի քանի օր առաջ նշանադրվել ենք, միասին ենք, պատրաստում ենք ամուսնանանք։ Երևի 26 թվականին եք ամուսնանանք։ Միասին եք մարզվում։ Այո։ Երբ վանից եք նույն ճանաչել իրար։ 22 թվականից։ 20։ Մարզիկները գոհ են իրենց արդյունքներից, եկող տարվա հետ եւս մեծ հույսեր ունեն։ Այս տարի գոհ եմ արդյունքներից, որովհետեւ վնասվածից հետո կարողացա Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Հետագայում պատրաստում ենք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ նաեւ օլիմպիական տարին արդեն սկսվում է եւ ռեյտինգային տարի էլի մեզ համար շատ կարեւոր։ Ես զբաղվում եմ հրաձգությամբ, Եվրոպայի փոխ-չեմպիոն եմ երիտասարդների։ Այս տարի իմ առաջին Եվրոպան էր եւ ես գրավեցի երկրորդ հորիզոնականը։ Պարամունքների արդյունքով Եվրոպայի առաջնությունում գրավեցի առաջին տեղը։ Ամփոփիչ միջոցառմանը ոլորտի պատասխանատուները նաև առանձնացրեցին առաջիկա սպորտային կարևոր իրադարձությունները։ Ներքին ծմերային օլիմպիական խաղերն են փետրվարի 6-ին Իտալիայում կմեկնարկի ծմերային օլիմպիական խաղերը եւ այսօր դերևս հստակ բաց չէ թե Հայաստանից ով կմասնակցի։ Այս լիահուսենք նաեւ կարող եմ հաստատել, որ դահուկներ Շիրակի մարզից անպայման կմասնակցեն։ Շիրակցի մարզիկները բարձր պահեցին մարզի ու երկրի պատիվը, ամրապնդելով Գյումրու մարզական մայրաքաղաքի համբավը եւ նոր ակնկալիքներ ձևավորելով առաջիկա մրցաշարերի համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։
Ամանորի նախաշեմին երաժշտությունը Գյումրիում հնչում է ավելի ջերմ ու ավելի ոգեշնչող։ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ամանորյա հաշվետու համերգ, որը ամփոփեց ուսումնական տարվա ընթացիկ աշխատանքները։ Հաշվետու համերգը երաժշտական դպրոցների համար կարևոր փուլ է, ներկայացնել ուսաների առաջընթացը եւ կատարված աշխատանքը։ Այս տարվա ծրագրում ընդգրկված էին դասական եւ ժամանակակից ստեղծագործություններ, որոնք կատարեցին դպրոցի սաները։ Մեր տարեվերջյան հաշվետվության միջոցառումն է, որ ասել 25-26 թվականի առաջի կիսամյակի ուստարվա հաշվետու համերգն է, բայց ավելի շատ այս ֆորմատը մենք միջոցառումը նվիրել ենք մեր նոր տարվան, որն ավելի հետաքրքիր կլներ, որ ասենք այդ նոր տարվա միջոցառումը ավելի գեղեցիկ անցկացնենք, մեր զարդարած տալիջը հիմա կտեսնեք մենք ինչ հետաքրքիր համերգային ծրագիրը նոր սկսելու ժամանակ ոնց եք սկսելու։ Մենք ամեն կիսամյակի վերջում միշտ ունենում ենք համերգներ։ Այս անգամվա համերգը տարբերվում է իր տոնական լինելով, ավելի շատ նվիրված է նոր տարվան, ծրագիրը լինելու է շատ բազմաժանր։ Համերգը մեր տարեվերջյան հաշվետու համերգն է, որով ներկայանալու ենք մեր քաղաքին, մեր արած աշխատանք այս մի քանի ամիսների ընթացքում եւ մի փոքրիկ ամանորյա ինչ-որ հրաշքի ականատես ենք լինելու տոնածառի լույսերի վառմանը, որի ժամանակ պիտի հնչի Փերի Տրաժեի պարը մեր կատարմամբ, անսամբլային եւ այնուհետեւ ելույթ է ունենալու երգչախումբը։ Այսպիսի միջոցառումները երեխաներին շատ են օգնում ավելի ոգևորվել եւ ավելի հաճույքով գալ դասի, որովհետեւ նրանց ծնողներն են ականատես լինում իրենց ելույթներին եւ ինչու՞ չէ հանրույթը Գյումրու։ Դպրոցի համար այս տարի նշանավորվեց նաեւ նոր նախաձեռնությամբ։ Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում բացվել է սաքսոֆոնի դասարան, որը հնարավորություն կտա առաջիկա միջոցառումներին ընդլայնել երաժշտական ծրագրերը եւ ներգրավել նոր ժանրեր։ Արին շատ պրոդուկտիվ էր մասնավորապես թիվ 5 երաժշտական դպրոցի համար, որովհետև լայն համագործակցային ծրագրերից եւ միջին մասնագիտական կրթական հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցային համերգային ծրագրերից բացի ունեցել ենք նաեւ գործիքակազմի համալրում, ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր երաժշտական դպրոցի համար։ Տրամադրություն ունեմ, պետք է երգենք Jingle Bells-ը։ Սպասում ենք, որ լավ ենք երգելու։ Լավ տրամադրությունով ուրախ բարձրանում ենք բեմ։ Ամանորյա հաշվետու համերգը դարձավ տարվա ընթացքում իրականացված աշխատանքի ամփոփում, միավորելով սաների, ուսուցիչների եւ ծնողների ջանքերը։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը, որին որպես հրավիրյալ մասնակցել են նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաներ։ Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Արտահայտության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրփուհի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ, ներկայացնելով դրանց իրավական հիմնավորումները, նպատակային ուղղվածությունը եւ համակարգային ազդեցությունը Սահմանադրական կարգի զարգացման համատեքստում։ Մասնավորապես մանրամասներ են ներկայացվել իշխանությունների լիարժեք հավասարակշռման եւ փոխզսման մեխանիզմների ամրապնման, իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործման, հանրային կառավարման ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ Սահմանադրական ինստիտուտների կայունության եւ գործունակության ապահովման ուղղված կարգավորումների վերաբերյալ։ Սահմանադրական կարգավորումների վերանայմանն առնչվող հարցերի շրջանակում ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ եւ առաջարկություններ սահմանադրական սկզբունքների, իրավական կանխատեսելիության, ինչպես նաեւ իրավական պետության ամրապնման տեսանկյունից։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, իրականացվող աշխատանքների փոխկապակցված եւ ներդաշնակ կազմակերպումը, բարեփոխումների իրավական ամբողջականությունն ու շարունակականությունն ապահովելու համար։ Գերժամանակակից սուպերհամակարգիչ Integral Solutions ընկերությունը ձեռք է բերել աշխարհում առաջատար Siemens-ից։ Հայաստանյան IT ընկերության ձեռքբերումն իր տեսակով, պոտենցիալով այսօր միակն է տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում քիչ երկրներ կան ու նրանց թիվը չի հասնում անգամ 1/10, որ նման սարքավորում ունեն։ Բավականին մրցունակ առավելություններ է տալիս նրանց, ում ունեն։ Ես ասեմ, որ ինքը հնարավորություն է տալիս, եթե ինչ որ բան պետք է անել, ասենք 1 տարում, անել 1 ամսում։
2 տարի առաջ ընկերությունը ստեղծվեց օրակարգում ունենալով մեծ նպատակ նախագծել ստեղծել ինտեգրալ միկրոսխեմաներ, չիպեր։ Սուպեր համակարգիչը, այսպես ասած, սուպեր հնարավորություն է տալիս հավակնոտ նպատակն իրագործել ու կառավարելի դարձնել արտադրական շղթայի հնարավոր ռիսկերը։ Սարքավորումը թույլ է տալիս իմիտացիա անել այդ միկրոսխեման վիրտուալ տարածքում, նրան ստուգել վիրտուալ տարածքում, ուղղել սխալները, այնուհետև նոր ուղարկել արտադրություն։ Ընկերությունն իր թանկարժեք ձեռքբերումն իրականացրել է պետական աջակցությամբ արտադրողականության խթանման նպատակային ծրագրով, որը հնարավորություն է ընձեռում տեխնոլոգիական մոդեռնիզացման համար ներգրավել միջոցներ սուբսիդավորման կոմպոնենտով։ Պետական վարկավորման միջոցով մենք վերցրել ենք 7 միլիոն եվրոյի կարգի, որի բավականին մասը արդեն վերադարձրել ենք։ Ուզում եմ նշել, որ սա շատ հաջողված ծրագիր է։ Այստեղ խոսքը գնում է պետության գեներատիվ ուժի մասին, սուբսիդավորմամբ ինքը գեներացիա արեց բիզնես, բայց հիմա այդ բիզնեսի հետ է վերադարձնում այս 2 տարվա ընթացքում մեր վճարած հարկերը հաստատ արդեն նրանք ավելին են։ Պետություն մասնավոր հանդիպումների քննարկումների ընթացքում բիզնեսից ստացած ազդակների արդյունքում 2025 կառավարությունը գործարկեց արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը, որը փոխում է բիզնեսի զարգացման ընթացքն ու տեմպը։ Ծրագրի ծածկույթն ընդգրկուն է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին հասանելի, սկսած հանքարդյունաբերությունից, մշակող-արդյունաբերությունից մինչև շինարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, առողջապահություն։ Գործիքակազմը հնարավորինս ճկուն է կառուցված այն իմաստով, որ տնտեսավարողները ազատ լինեն, ընտրելու ցանկանում են վարկային միջոցների սուբսիդավորումից օգտվել, թե լիզինգի ծառայությունից օգտվել։ Սուբսիդավորման գումարները դրամային վարկերի դեպքում կազմում է 8-ից 10%, իսկ արտաժողովային վարկի դեպքում 6-ից 8%։ Եվ սուբսիդավորման ժամկետը սահմանափակված է մինչև 42 ամիսը։ Բացի ներգրաված միջոցների տոկոսագումարների սուբսիդավորումից կառավարությունը պատրաստ է աջակցել, որ ընկերությունները բիզնես գործընթացների թվայնացման համար միջազգային փորձով խորհրդատուների կարողանան նաև ներգրավել։ Այս դեպքում վարկի մնացորդային գումարի մինչև 50% փոխհատուցում է նախատեսված։ Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է նաև, որ աջակցության մեխանիզմը մտածված է այնպես, որ պետության աջակցությանը հավակնող բիզնեսը պատրաստ լինի շարունակական ներդրումների։ Տնտեսավարողների համար կա հնարավորություն օգտվելու ծրագրից մինչև 10 միլիարդի չափով, այն դեպքում, երբ յուրաքանչյուր միլիարդի շեմը հատելուց հետո կիրականացնի կամադրական կապիտալում 200 միլիոն դրամի չափով ներդրում, սա մյուս կողմից նաև խրախուսում է կապիտալ ներդրումների իրագործումը տնտեսության մեջ։ Ծրագրի պահանջարկի մասին խոսում են թվերը, մեկնարկից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր 4700-ից ավելի շահառու է օգտվել, կնքվել է 8456 պայմանագիր, միայն այս տարի հունվարից սեպտեմբեր մոտ 17 միլիարդ դրամի է հասնում պետական սուբսիդավորումը, իսկ ծրագրի մեկնարկից հաշված մինչև այս հոկտեմբեր շուրջ 43 միլիարդ դրամ։ Գնդապետ Գևորգյանը խոստովանում է, որ ամեն անգամ զինվորի հաջողությամբ ոգևորվում հպարտանում է ճիշտ այնպես, ինչպես շատ տարիներ առաջ, երբ ինքը նորանշանակ դասակի հրամանատար էր եւ զինվորի ցուցաբերած արդյունքը նաեւ իր գնահատականն էր ու այսօրվա վաստակը հազարավոր զինվորների տարիների գնահատականի հանրագումարն է։ 16 տարեկան է, որ ընդունվեցի ռազմական ուսումնարան, առաջի դիմորդներն ենք, մենք 94 թվականին բանակը նոր էր կայանում։ Սպայի անցած ճանապարհին ամենապարտավորեցնողը հրամանատար կոչվելուն արժանանալն է։ Ուսադիրները զինվորական կոչումները ամբողջանում են մեկ ձևակերպմամբ՝ հրամանատար։ Կոչումները տարիների ընթացքում փոփոխվում են, իսկ հրամանատարը քիչ ուրիշ կշիռ ունեցող եզրույթ է, քիչ ուրիշ բովանդակությամբ։ Մինչև հիմա մենք կապ ունենք զինվորների հետ, արդեն զինվորներ ունեմ, իրանց որդիներն են բանակ զորակոչվում, առողջ մթնոլորտից է փոխ վստահությունից, որ մեկս մյուսին վստահել ենք։ Տարիների ընթացքում է համոզվել, զորքը ղեկավարում է ներսից, զինվորի կողքին գտնվելով, իր կարիերայի հաջողության գրավականը սա է համարում։ Անձամբ սեփական օրինակով ցույց տալ զինվորին այն, ինչը պահանջում ես իրենից։ Բացի այն, որ զինվորական կանոնագրքով կար, իրանց ես իմ խորհուրդներն եմ տվել իմ անցած ճանապարհից, ամեն մեկի հետ յուրահատուկ անձնական տենց առանձնահատուկ զրույցներ եմ ունեցել, որ պետք է կատարի ինչպես ես եւ ինձանից լավ գերազանցի են իմ արդյունքները։
Այսօր գնդապետ Գևորգյանը զինված ուժերի մարտական պատրաստության վարչության ուսումնական ստորաբաժանումների կառավարման բաժնի պետն է, վարչության պետի տեղակալը։ Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների շրջանակում գնդապետ Գևորգյանի ղեկավարությամբ բաժինը խիստ կարևոր գործառույթներ է իրականացնում։ Կազմակերպում եւ գործարկում է բանակում ընթացող մոտոհրաձգային, հրաձգային եւ տանկային ստորաբաժանումների պատրաստումը, ինչպես նաեւ ավագ ենթասպա մասնագետների գիտելիքների եւ ունակությունների կատարելագործումը, ուսումնական նյութատեխնիկական բազայի ստեղծումը, զարգացումը եւ կատարելագործումը, զորքերի կիրառման նոր ձևերի եւ մեթոդների համաձայն ծրագրային, կանոնադրային եւ այլ ձեռնարկների դրույթների կարգավորումը եւ համապատասխանեցումը ուսուցման սկզբունքների պահանջներին։ Այսօր արդեն պարոն գնդապետը ոչ միայն երիտասարդ մարտիկներին է պատրաստում իբրև մասնագետներ, այլև մասնագիտական խորհուրդներով ու փորձառությամբ նաև սեփական որդուն է խրատում, որ ճիշտ նրանց հասակակիցն ու սերնդակիցն է։ Ես փոքր ժամանակվանից միշտ ոգեշնչվել եմ իմ հայրիկի մասնագիտությամբ, այդ համազգեստը, որ ինքը կրում է ու կրել է, իմ համար միշտ պատիվ է եղել այդ համազգեստը կրելը։ Գագիկը քաղաքացիական մասնագիտությամբ իրավաբան է, բայց զորակոչային տարիքում նախ ընտրել է ծառայությունը պատիվ ունեմ ծրագրով եւ հիմա չի բացառում, որ հնարավորության դեպքում ծառայությունը կշարունակի զինված ուժերում միևնույն ժամանակ մասնագիտական գիտելիքները իսպաս բերելով Հայաստանի Հանրապետության բանակի կայացման նոր ու խիստ պատասխանատու գործին։ Պատիվ ունեմ ծրագրի շահառու էի, որից հետո մասնակցեցի Եռամսյա ուսումնական հավաքներին, Եռամսյա ուսումնական հավաքները գերազանցությամբ ավարտեցի ու դրանից հետո հրաձգային դասակի հրամանատար որակավորմամբ նշանակվեցի Զորամասում։ Հիմա ծառայում եմ խաղաղապահ ուժերի բրիգադում որպես դասակի հրամանատար։ Երկրորդ ջոկն առաջ։ Զինված ուժերի միջազգային համագործակցության շրջանակներում արդեն իսկ մի քանի անգամ պատիվ է ունեցել ներկայացնելու երկիրը, պետությունը, Հայաստանի Հանրապետության բանակը։ Սա մեծագույն ձեռքբերում ու պատիվ է համարում։ Հայրիկիս անցած ճանապարհը իր ով լինելը ինձ միայն պարտավորեցնում է, որ ես իմ ծառայության ընթացքում աշխատեմ, անեմ լավագույնը, ցույց տամ լավագույնը, իմ ողջ ներուժը ներդնեմ, որ ինչ-որ արդյունքի հասնեմ ու կարծում եմ տենց էլ շարունակական կլինի։ Ահա այսպես հայր եւ որդի Գևորգյանները ծառայում են հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Հայրը տարիների վաստակով, փորձառությամբ ու հմտություններով, որդին բանակի պատմության նոր էջին իր հետքը թողնելու պատասխանատվության գիտակցումով ու պետության բարօրությանը ծառայելու պատրաստակամությամբ։ Անկարայում հայտնաբերվել են նախօրեին հրադարներից անհետացած Falcon 50 կործանված ինքնաթիռի մնացորդները։ Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ Դիբեյբեն հայտարարել է, որ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմեդ Հադադը եւ նրան ուղեկցող անձինք զոհվել են։ Ըստ Անադոլու գործակալության հետաքննություն է սկսվել ինքնաթիռի վթարի հանգամանքները բարձելու համար։ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Անկարայի Էսենբողա օդանավակայանից թռիչք իրականացրած եւ Հայմանի շրջանում կործանված ուղևորատար ինքնաթիռի վթարի գործով, որի մեջ էր Լիբիայի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Մոհամմադ Ալի Ալ-Հադադը։ Դեպքի հետաքննության համար նշանակվել է 4 դատախազ, գլխավոր դատախազի առաջին տեղակալի գլխավորությամբ լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչը։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան տեղեկացրել է, որ արդեն հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի ձայնագրիչը եւ սև արկղը։ Նախորդին Լիբիայի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը Ալ-Հադադի գլխավորությամբ հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրակթարօղլուի հետ։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Աշ-Շիբանին եւ պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնել է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, ռազմական եւ տնտեսական հարցեր, կենտրոնանալով ռազմական արդյունաբերության ոլորտում ռազմավարական համագործակցության վրա։ Կողմերն անդրադարձ են կատարել սիրիական բանակի ռազմական տեխնիկայի արդիականացման, տեխնիկական փորձի փոխանցման եւ հետազոտությունների ու զարգացման ոլորտում համագործակցությանը, ազգային պաշտպանական համակարգի ամրապնդմանը նպաստելու եւ Սիրիայում ու տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու նպատակով։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները եւ ընդգծել Դամասկոսի ու Մոսկվայի միջև քաղաքական եւ դիվանագիտական համակարգման կարեւորությունը միջազգային հարթակներում։ Նրանք ընդգծել են միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու եւ պետությունների ներքին գործերին օտարերկրյա միջամտությունը բացառելու անհրաժեշտությունը։ Տնտեսական առումով քննարկումները կենտրոնացել են երկու երկրի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարների վրա, որն ընդգրկում է
վերակառուցման նախագծերին աջակցությունը, ենթակառուցվածքային ոլորտների զարգացումը, Սիրիայում ներդրումների խրախուսումը եւ առևտրաշրջանառության եւ գործընկերության ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի անցասան աջակցությունը Սիրիային, ընդգծելով երկրի տարածքային ամբողջականության եւ լիակատար ինքնիշխանության պահպանման կարեւորությունը, ինչպես նաեւ մերժելով երկիրը բաժանելու կամ նրա անկախ ազգային որոշումների կայացման գործընթացը խաթարելուն ուղղված ցանկացած նախագիծ։ Նա նաեւ վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը դատապարտելով Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի կրկնվող խախտումները, դրանք որակելով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված ուղիղ սպառնալիք։ Գերմանիայի դատարանը Բունդեսթագի նախկին падգամավորին կալանավորելու թույլտվություն է տվել։ Աքսել Ֆիշերը կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար։ Դրանից հետո նրան տեղափոխել են քննչական մեկուսարան, տեղեկացրել է Deutsche Welle-ն։ Նախկին падգամավորը բազմիցս բաց է թողել դատական նիստերը, իսկ մինչ այդ այցելել է կլինիկա։ Սակայն դատարանի նշանակած փորձագետները պարզել են, որ Ֆիշերը կարող էր մասնակցել առնվազն 2 բաց թողած նիստի, ի վերջո նա կալանավորվել է Բադ Ցեկինգենի հիվանդանոցներից մեկում։ Ֆիշերի փաստաբանները բողոք են ներկայացրել։ Դեկտեմբերի 22-ի դատական նիստի ժամանակ падգամավորը չի ընդունել ներկայացված մեղադրանքները։ Հիմնական մեղադրանքներից մեկի ժամկետը լրանալու է հունվարին, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները վստահ են, որ դատարանը ժամանակին որոշում կկայացնի։ Աքսել Ֆիշերը 1998-ից 2021 թվականներին Բունդեսթագի անդամ է եղել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից, 2010 թվականից նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ 2018 թվականին պարզվել է, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կաշառք են ստացել ադրբեջանական իշխանություններից Եվրոպայում Բաքվի շահերը պաշտպանելու եւ առաջ մղելու համար։ Ըստ հետաքննության Ֆիշերը փողի համար քվեարկել է հօգուտ Ադրբեջանին, արել է ադրբեջանամետ հայտարարություններ եւ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել։ Այդ տվյալների համաձայն Բունդեսթագի նախկին падգամավորը 2011-ից 14 թվականներին Բաքվից ստացել է 58000 եվրո, իսկ 2015-16 թվականներին եւս 26300-ը։ Սյունիքում մարզխորհրդի տարեվերջյան նիստն այս տարի կայացավ նոր ձևաչափով։ Մարզի ղեկավարը բոլոր ոլորտները միատեղել էր մեկ զեկույցում, անդրադառնալով կատարվածին, բաց թողումներին ու անելիքներին։ Այսպիսով հաջողվել է հավաքել սեփական եկամուտների 98%-ը, 4 միլիարդ 185 միլիոն դրամ։ Կապիտալ ծախսերի կատարողականն այս պահին 54.7% է։ Ռոբերտ Ղուկասյանը բացատրում է, ծրագրերի մի մասը ֆինանսավորվել է աշնանը։ Սուբվենցիաների համար Սյունիքի բոլոր համայնքները միասին կառավարությունից ստացել են 2 միլիարդ 517 միլիոն դրամ։ Սուբվենցիաների տեսանկյունից, որ ես վերջին 4 տարիները նայում եմ, շատ լուրջ առաջընթաց ունենք։ Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որ 19 թվականից էին գալիս, 20 թվականից շատ բարդ ծրագրեր ունենք անլուծելի, բայց միևնույն ժամանակ չենք կարող չփաստել, որ մենք ունենք այնպիսի խոշոր ծրագրեր, ինչպիսին Կապանի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագիրը շուրջ 1 միլիարդ դրամի ու իրականում ուղիղ ճիշտ ժամանակին ծրագիրը արվում է առանց ուշադրությունների։ Սյունիքում կառուցվում է 39 դպրոց, 4-ի շինարարությունն ավարտվել է։ 19.6 միլիարդ դրամ է իրացվել հյուսիս-հարավ տրանշ 4-ի Ագարակ Քաջարան ճանապարհի կառուցման նպատակով։ 10.8 միլիարդ էլ այս պահին հատկացվել է մարզում այլ ճանապարհների վերանորոգման աշխատանքներին։ Բուսաբուծության, անասնապահության եւ լիզինգի համար մարզի գյուղատնտեսները ստացել են շուրջ 100 միլիոն դրամի աջակցություն։ Ծրագրերը մեծապես գրեթե ամբողջությամբ շատ բարձր տոկոսով մենք ավարտին ենք հասցրել եւ վստահ եմ, որ 26 թվականը ել ավելի լավն է լինելու։ Մի բան միանշանակ է եւ անհերքելի է, դա իրականացված ծրագրերի ծավալն ու քանակներն են Սյունիքի մարզում, որը ամեն տարի դառնում է նոր ռեկորդ։ Մարզը տարին ամփոփում է բացառիկ 6.2% աղքատության ցուցանիշով։ Այստեղ ակտիվ շինարարություն է, որի մի մասը կատարվում է սուբվենցիոն ծրագրերով։ Հանքարդյունաբերական համայնքների հետ համաչափ զարգացումն ապահովելու համար էլ ներդրումներ են արվում մյուս բնակավայրերի հրատապ լուծում պահանջող նախագծերում, ասում է Ռոբերտ Ղուկասյանը։ Խոշոր 1000 հարկատուներում ունենք մեծ թվով ներկայացված Սյունիքից։ Որպես մարզպետ կարող եմ ասել, որ տարվա մեզ համար դրական անակնկալը դա Ծանգերզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ծավալներն էին եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի այդ վերելքը, որ իրենք հայտնվեցին խոշոր հարկատուների հորիզոնականները շատ առաջ բերեցին։ Սա խոսում է նրա մասին, որ կայունություն կա մարզում եւ խոսում է նրա մասին, որ կարող ենք արդեն ժպտալով ամփոփել տարին հույս ունենալով, որ մյուս տարին ել ավելի լավ արդյունքներ լինելու։
Նոր ավելի լավ տարի ունենալու ակնկալիքով ենք թևակողում 2026, շեշտում է մարզի ղեկավարը, ասելիքն ամփոփում շնորհավորանքով ու մաղթանքներով։ Ես նախ եւ առաջ մաղթում եմ խաղաղություն, սա ամենակարևորն է, երջանկություն բոլորին եւ միասնություն, որը միակ նախապայմանն է, որ մենք հաղթահարենք բոլոր մարտահրավերները։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Գավառում Street Workout մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը, որպես ուժի խորհրդանիշ կարմիր ժապավենին փոխարինել է երկաթյա շղթան, որի կտրումով էլ նշանավորվում է մարզահրապարակի բացումը։ Բակային մարզահրապարակը կառուցվել է Ազատության երկրորդ փողոցի երկրորդ փակուղու բազմաբնակարան շենքերի տարածքում։ Ուրախ ենք, որ ունենք sense լավ մարզահրապարակ, կարող ենք ընկերներով հավաքվել, լավ ժամանց անցկացնել, նոր վարժություններ սովորել, շատ շնորհակալ ենք։ Մարզահրապարակի բացման արարողությանը ներկային համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի տարածքային սպորաբաժանումների, ինչպես նաև Street Workout Ֆեդերացիայի մարզիկներ։ Վերջիններիս մարզական ներկայացումները ցուցադրում են մարզահրապարակի հնարավորություններն ու մարզվելու ձևերը։ Վստահ եմ, որ այս մարզահրապարակը նպաստելու է, որպեսզի մեր պատանիները, մատաղ սերունդը, երիտասարդները առաջինը մարզվեն, ձեռք բերեն ֆիզիկական լավ կեցվածք, դուրս կմնա այն բացասական երևույթների շարքը, վատ երևույթներ, ծխել, արատավոր երևույթներ եւ նրանք առողջ ապրելակերպով հետագայում նաեւ հայոց բանակի շարքերը կամալրեն։ Մարզահրապարակը կառուցվել է Street Workout Ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությամբ, սահմանված չափորոշիչներին համապատասխան, ապահովելով անվտանգ, որակյալ եւ ժամանակակից մարզվելու միջավայր։ Այս խաղահրապարակում մարզվել ցանկացողները կարող են այն առավել գրագետ կազմակերպել։ QR կոդերի միջոցով տեսանյութերը ուղեցույցի դեր են կատարում։ Գավառի բնակիչները, հատկապես երիտասարդները մեծ պոտենցիալ ունեն, որտեղ մենք տեսնում ենք, որ տարբեր մարզաձևերում մեծ պոտենցիալ ունեցող երեխաներ կան, իսկ workout մարզաձևը նաև ինքը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ հենց բակում սկսեն մարզվել, այսինքն են առաջին սերը դեպի սպորտը սկսի բակից, եւ մենք վստահ ենք, որ այստեղից ձևավորված երեխաները հետագայում կարող են մեծ պոտենցիալ ունենալ ոչ միայն workout մարզաձևում, այլ նաև տարբեր այլ սպորտաձևերում։ Մարզահրապարակը կառուցվել է մասնակցային բյուջետավորում 2025 ծրագրի շրջանակում, կառավարություն համայն համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 23 միլիոն 490 հազար դրամ է, որը 56.6% է Գավառ համայնքի, իսկ 43.4%-ը պետության ներդրումն է։ Պարոն Մարտիրոսյանի հետ համայնքի ղեկավարի հետ մենք շրջում ենք բոլոր բնակավայրերում, մենք փորձում ենք լավագույն փորձը հետագայում հասցնել նաև բնակավայրեր եւ վստահ եմ, որ եթե մեր երիտասարդները ցանկանան նախաձեռնող խմբեր ձևավորվեն, հնարավոր է նաև մասնակցային բյուջետավորման 2026-27 թվականներին այսպիսի մարզահրապարակներ նաև ունենանք բնակավայրերում։ Մասնակցային բյուջետավորումը իրենից ենթադրում է ծրագրային առաջարկներ բնակիչների, նախաձեռնող խմբերի եւ կազմակերպությունների կողմից, որոնք քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվում։ Sport Plus ժամանց Գավառում համապարփակ ծրագիրը ներառել է նաև այս մարզահրապարակի կառուցումը, ինչը մշակել ու ներկայացվել է Restart Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը արդեն 2 անգամ համագործակցել է Գավառի համայնքապետարանի հետ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում եւ 2 անգամ էլ ունեցել է հաջող ընթացք, որի համար շնորհակալություն ենք հայտնում այս համագործակցության համար եւ բնակչության ցանկանում ենք իրազեկել, որ իրենց ձայնը լսելի է եւ կարող են իրենք էլ առաջարկել եւ իրենք դառնան հենց փոփոխությունների կրողը։ Գավառում իր տեսակով եզակի մարզահրապարակը հանրային, անվճար եւ բաց է բոլորի համար։ Այն նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, երիտասարդների ներգրավվածությունն ու համայնքային կյանքի աշխուժացումը։ Գավառ, Հայաստան,